պատմությունն ունի ոչ միայն քաղաքների ու փողոցների միջև, այլև այն մարդկանց միջև, ովքեր տասնամյակներ շարունակ պահում են այդ քաղաքի ավանդույթները։ Մանե, իսկ դու գիտես, որ Ալեք Մամիկյան փողոցում, որով մենք ամեն օր գնում ենք համալսարան, կա մի կրպակ, որտեղ աշխատում է Մոսո պապա, արդեն 50 տարի։ Արինա, իսկ դու կկարողանայի 50 տարի աշխատել մի մասնագիտությամբ ու չձանձրել։ Ես չգիտեմ, բայց Մոսո պապը մեզ կպատմի։ Գնանք իմանալու։ Գնաց։ Մոսո պապ, Բարև Մոսո պապ, բարև ձեզ։ Բարև ձեզ, երեխեք ջան, դա կողքիարներ ջան։ 1972 թվականն էր մայրիկիս ընկերին գնալ էր ընդհանրապես Ամերիկա եւ մայրիկիս առաջարկեց, որ ծաղկի կրպական տունի։ Ընդունեց մայրիկս ծաղկի կրպակը։ Դասերից արդեն այդ ժամանակ փախնում էր, մի փոքր հողամասնում տունը բզբզում էր, հետո իսկ 1972 թվականից որ ընդունեցին կրպակը, դասերից փախնում գալիս էր, դասերից հետո գալիս էր ամբողջ օրը ծաղիկներով էր խաղում։ Այն թվականը, որ ժուրնալներից օգտվում եք, նմանատիվ արդեն պատկերացնում է, ուղղակի ես հիմա ուրիշ զամբուղ եմ դրել մարջև, բայց առաջ ուրիշ զամբուղ էի դրել։ Հիմա պատկերացեք այն ինչը որ նկարների մեջ նայում եմ, ուզում էի օգտվել նույն բանը, արդեն աշխատեցինք, մի բարդություն չկա։ Այն ժամանակ տաղավարներում կարտոշկաները սետկաներով էին վաճառում։ Պատկերացեք ես սրա մեջ դրել 5 կիլոմետր բան կա, մեջը մի 5 սանտիմի չափ ջուր էի նստում, այս կանտիկի վրա ավելացնում էի հակառակ կանտիկը, որ ինքը խաչաձևացնում էր, եւ այդ սետկան հագցնում ենք վրան, ամրացնում ենք, կանաչապատում ենք, հետո ծաղիկները սկսում ենք այդ իր արանքներով տեղավորել այնպես, ոնց որ մենք էինք ուզում, ու դա ստացանք առաջին զամբուղը։ Կրպակի աշխատակցուհին Կարինեն հիշում է, թե ինչպես է Մոսո պապի մոտ աշխատանքի անցել։ 79 թվականին մամաս առաջին անգամ ընկերու հետ գալիս է այստեղ, որ պիտի ընկերուին ընդունվի աշխատանքի։ Ընկերուն չի ընդունում Մոսո ջան, ընդունում է իմ մամային։ Քիչ ավելի ոնց որ սիմպաթիաները բռնում են այդպես ու հետո սկսում է իրան սովորացնել։ Մամաս ձեռքի շնորհք շատ ուներ ու շատ լավ, որ ասում են հոտառություն ուներ ծաղիկների հետ կապված։ Ու սկսեցին արդեն այդ ընթացքում աշխատանքի են ընդունում ուրիշ աղջիկների, հերթով սովորացնելով, այդպես շատ երեխեք են ստեղ աշխատել։ Հետո արդեն տարիներ հետո այդ տեղափոխվել է կրպակը այստեղ 2015 թվականի վերջում արդեն մեզ այնտեղից հանեցին, բերեցին այստեղ։ Նախքան ծաղկավաճառ դառնալը Մոսո պապը երկար տարիներ զբաղվել է պարարվեստով։ Հիմա մեծ ոգևորությամբ է հիշում այդ օրերը։ 88 թվականին ընդունեցի Խաչատուրապոլյանի անվան մանկարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի բարային բաժինը եւ 92 թվականին ավարտեցի։ Այնտեղ ծանոթացա մեր շատ մեծերի հետ։ Մոսո պապը մինչև հիմա էլ անգիր հիշում է պարարվեստի մեծերին։ Հիմա գնամ բերեմ նկարները։ Այսը ես եմ, իրենց կողքին, ինձ այնց առաջ նստած է Հովհաննես Դիվանյանը, ժողովրդական արտիստ, խորեգրաֆիկ եսօր պարվեստի խորեգրաֆիկի գեղարվեստական ղեկավարը, մեր հանրաճանաչ գլխավոր բալետմեստերը օպերայի եւ թատրոնի Վիլեն Գալստյանը, մեր շատ հարազատ ճանաչված ժպիտը միշտ դեմքին Վանուշկան, մեր ժողովրդական արտիստ, եւ բարից հետո բոլորս միասին նկարվել էինք։ Մոսո պապն արդեն 30 տարի է ինչ չի պարում, բայց պարը շարունակում է ապրել նրա մեջ։ Նա գտել է իր սեփական ձևը պարը պահելու ու փոխանցելու, ստեղծելով այգի, որտեղ ամեն ինչ հիշեցնում է հայկական պարերը։ Ես բույսերով ծաղիկն ու պարը համատեղել եմ իրար հետ։ 2 ժամ ծաղկի խանութում եմ եղել, 2 ժամ գնացել եմ պարամուտում, հետո նոր եկել եմ հաց եկել, հանգստացել նոր եկել եմ, ծաղիկներ եմ աշխատել, ժամանակ ինքնավորցնելու, շաբաթը 3 օր եմ պարապում 2 ժամ։ Вообще ժամանակը սովորում ծաղիկներ է։ Զունդարա լեգենդար պարն է այստեղ բեմադրած, մեր անվադական Քոչարի վերբերի բեմադրած, մեր վերբարից բեմադրած, ժողովրդական արտիստ Ազատ Ղարիբյանի էլեգիա տարնակրներ բեմադրած, այս այգու անվորը հավաքարը, ջերորը, մարսաբիլը, զորանավորը, տաներն է ամեն չի լեսը։ Այստեղ ծառերն անգամ պատահական անուններ չունեն։ Դրանցից յուրաքանչյուրն ունի պարողների անուն։ Այս տարածքը դարձել է մի յուրահատուկ վայր, որտեղ բնությունն ու պարը հանդիպում են միմյանց։
Մոսոպապն այնքան գեղեցիկ էր համադրել պարն ու ծաղիկները, որ մենք եւս որոշեցինք սովորել եւ օգնել նրան միասին հավաքել մի գեղեցիկ ծաղկեփունջ։ Իսկ Մոսոպապը սիրով օգնեց մեզ։ Եթե ծաղիկը թարմ է լինում, արդեն երեսկացնել պետք է, հիմա ժամանակի ոնց ասած մոդայի հետ է կապված։ Ամեն մի տեղ աշխատողը իր ոճով անում։ Իմ տարիների փորձը ու ձեր պատական միանգամից սկսելը մի քիչ դժվար կլինի։ Դա 5 րոպեվա գործ չէ, որ ձեզ բացատրեմ ու դուք տեղում հավաքեք։ Մոսոպապ, դե առաջի գործերի մասին կպատմեք։ Դե առաջի գործերի մի քիչ շատ է եղել, կարող է մի քիչ աղոտ հիշեմ, ու դե շատ դեպքեր է եղել, որ այս ամեն ինչը դեռ չկար, ինձ համար էր դժվար, ես էլ էի սովորում, ես ինքս ինձ սովորացնում, ես ղեկավար դասադուլ չեմ ունեցել, չգիտեմ ոնց մեկնաբանել, ես ինքս եմ սովորել կարտոշկաների օգնությամբ, նայել եմ նկարներից, ժուրնալներից ու օգտվել եմ։ Ես իմ հարսանիքի ծաղիկների հետ կապված ձևավորումը ես ինքս եմ իմ ձեռքով արել, որը ճիպոտներով հավաքել եմ երկու սրտիկներ իրար մեջ, մի գունարել եմ կարմիր, մի գունարել եմ սպիտակ։ Սիրուն փունջ ասա։ Այսօր լավ է, վաղը մի քիչ ավելի լավ կլինի, մյուսօր ավելի լավ կլինի, հետո անհարմար կլինի, եթե դու ինձանից լավ չհավաքես։ Մոսոպապի նման մարդիկ Երևանի հոգին են։ Նրանք պարզապես ծաղիկներ չեն վաճառում, Այլ զարդարում են ամեն մեկի օրը յուրովի։